Պարոն Խելյան, ինչպես եք գնահատում այսօր Արաբ Երուսաղեմի հայտարարությունները Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված։ Հիմա այս դարիներով այս Թուրքիա-Հայաստան նորմալիզացիա process-ի համար աշխատում եւ իմ երազս է անե որ այս սահմանը թող բացվի, օր առաջ բացվի եւ գարձեմ կալդարի հունվարին կամ փետրվարին գնալ շատ լավ զարգացումներ պիտի տեսնենք նախ եւ առաջ անշուշտ կարծեմ ասիկա պիտի ըլլա երրորդ երկրների քաղաքացիների համար այս բացումը հունվարին եթե ամեն ինչ լավ է անգեհետ հուսամ քանի ամիսի մեջ Թուրքիա եւ Հայաստանի քաղաքացիներն ալ Թուրքիա եւ Հայաստան պիտի գարանան երթալ Աստեսական զարգացումներ կսպասեմ եւ շատ հիմա աբական փայլուն տեսնամ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդում սահմանների բացման վերաբերյալ այդ պայմանավորվածությունները երբ են ձեռք բերվել, ինչ հարցերի շրջանակներում, ինչ քննարկումների շրջանակներում։ Թուրքիա հիմա առաջ շարժել գուզե անկարևոր է հիմա անդեսակ որոշում մգա Անկարայի մեջ բայց ամենամեծ արգելքի գիտեք այս Ադրբեջան եւ Թուրքիա ունի երկու երկր մենք համայնք քաղաքականություն եւ հիմա այս երկու process-ը միասնապար քալելու արիթմ ունի անկարևոր է հիմա մեկը մյուսին արգելքներ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիոնը եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիոն մեկը մյուսին արգելքներ հիմա երկուքը միասնապար գնարկալ է եւ այս ամիսները շատ որոշիչ բդլա Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիայի եւ եթե արամիդիալ երկրներն ալ քիչ մը օգնե կարծեմ Թուրքիա համոզելի համար եւ Բաքուի նախագահ Ալիևը համոզելի համար կարծեմ ամեն ինչ գտնա շարժել միասնապար Ըստ Թուրքիան ինչի է ծրծրում սահմանների բացումը Հայաստանի հետ Թուրքիա հիմա քանի մի դարի բար արդեն գիտենք 2012 թվականին Էրդողանը հոսք մտավ որովհետեւ այս սահմանը պիտի Փանա եւ նախ եւ առաջ երրորդ երկրների քաղաքացիների համար բայց դժբախտաբար արամիդիալ երկրներ գարզեց որ Էրդողան արամիդիալ երկրները ասկե շատ կող պիտի լա բայց դժբախտաբար Էրդողանը կրեդիտ մեջ տեսավ շահմը չտեսավ արամիդիալ երկրներն եւ Ալիևը բարոն Էրդողանը զանգեց եւ ասավ Պետք չէ որ փանաս սահմանը մինչև այս հրամանդամ եւ երկրորդ ասավ որ Ալիևի նեֆտ ընկերությունը Սոկարը ներդրում պիտի ունենա 8 միլիարդ դոլարնոց Էրդողանը օպորտունիստ նահանգահմն է եւ իր շահը հաշիվ մգնե ինչ շահ ունիմ ինչ կորուստ ունիմ եւ դժբախտաբար արմդիալ երկրները շահ չլեսավ եւ դժբախտաբար աս սահմանը Թուրքիա-Հայաստան սահմանը կոչ մնաց բայց հիմա գարձեմ Թուրքիան Ադրբեջանը հասկացավ as օգոստոս 8-ի պայմանագրերն հետո որ հիմա ժամանակն է առաջ շարժելու ժամանակն է եւ անդեսակ որոշումը կա Անկարայի մեջ կարծեմ լավ զարգացումներ պիտի տեսնենք հունվարին որ եթե ամեն ինչ լավ գնա, այլ որ իրադարձությունները պետք է լավ գնան եւ ինչ խոչընդոտներ կան այս պահին, որովհետեւ Արարատ Միրզոյանը քիչ առաջ ասաց, որ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին, ապա առաջին բեռնատարը գալիս է ծորենով եւ ապաշրջափակումը արդեն իրականություն է։ Այդ դեպքում Թուրքիան ինչին է սպասում ապաշրջափակման համար եւ սահմանը բացելու համար։ Հիմա Թուրքիան հիմա as դեսավ որ գրիվներով Թուրքիա ամեն ինչ գործունեություն 2020 թվականի գրիվով Թուրքիան գարզեց որ Թուրքիան շահմը բիդու նա գովգասի մեջ բայց ամբես չհավ Ռուսաստանը շահ ունեցավ մյուս երկրները շահ ունեցավ բայց Թուրքիան գործունեություն Թուրքիան հասկացավ որ մինակ հաուտյան ջամփայով թուրերը փանալով եւ ջամփաները փանելով Թուրքիա շահ կնա ունենալ ասիկա հասկացավ եւ Թուրքիան հիմա գոմից է որբեսի սահմանները փանանք հաուտյան process-ները առաջ շարժենք
եւ նորմալիզացիա process-ները առաջ շարժենք։ Այսօր համար գարզեմ շատ մեծ արիթի բադուհամ մկա Թուրքիան գոմից է, բայց հիմա բարոն գարզեմ նախախ Ալիևը հաշիվ մգնե, ինչ պիտի գործեն, ինչ շահեր բդունանա։ Այսօր փանալիննալ զարգացումներն են եւ ներդրումներն է։ Թրամփ ջամփայի ներդրումը պետք է օր առաջ պետք է առաջ շարժվի եւ մյուս թուրերը բացումնալ Թուրքիան Ադրբեջան շիդակ ջամփամը գա եւ այս ջամփան եթե փանանք Թուրքիան ընկերությունները ասկեշահ բիդունանա Հայաստան ընկերությունները եւ Ադրբեջան ընկերությունները ասկեշահ բիդունանա ասոր համար ամեն ինչ միասնապար գնա առաջ շարժել կամ ամեն ինչ գնա վադանալ ասոր աս ամիսները շատ որոշիչ պիտի լա Թուրքիա Հայաստան Ադրբեջան հարաբերությունները համար Պարոն Փայլյան Հայաստանի որոշ շրջանակներ մտավախություններ ունեն հատկապես սահմանի բացման մասով անվտանգային առումով Հայաստանը վախենալու բան ունի Եթե սահմանները կոչ մնա վախենալը շատ բաներ ունի Հայաստանը 30 տարի վեր մեր սահմանները կոչ է եւ դժբախտաբար մենք ահետներ ապրեցանք Եթե սահմանները բացելը արև դուր գնենք դիպլոմատիկ հարաբերություններ ըլլա եթե տուրիստիկ հարաբերություններ ըլլա ասիգա բիդի պերը հաոտյուն աշխարհակրթության այս վստահ եմ որովհետև ինչու Թուրքիա Հունաստանն խնդիրներ ունի չէ ունի բայց սահմանները բաց է արև դուր գա եւ 20 միլիոն տուրիստ գուկա Հունաստանի գազիներուն եւ Թուրքիա գոմից երբ որ նախագահները իրարը գորա մենք կհնդանք ինչու մենք գիտենք որ գրիվ չի բդլը որովհետև ասիկա երկու գոմնա դի գործունեությունը ասկրևեն եթե Թուրքիան եւ Հայաստանն ալ այս տեսակ դնդեսական դիպլոմատիկ հարաբերությունները ավելցնե եւ այս սահմանները բացվի այս նահաբաշումները պիտի վերջանա եւ այս տեսակ իրարու հետ արևդուր ունելով երկու կողմնալ պիտի ունենա շահեր եւ եթե խնդիր ունենալնալ երկու կողմնալ պիտի գործունեությունը որովհետեւ այդ ջամփաները նեֆտի ջամփաներ դեյթա ջամփաներ կամ շոկագարքի ջամփաներ ասոնք պիտի փերը հաոտյուն եւ աս հաոտյունը մնայուն պիտի լա որովհետեւ բոլոր երկրները ունի գորուստներ երբ որ գրիվին եթե հաոտյունը գազմագարբեն մնայուն հաոտյունը գազմագարբեն բոլոր ժողովուրդները պիտի ունենան շահեր ասիգա պիտի լա այս գարանտին այս հաոտյան գարանտին Ես ճիշտ եմ հասկանում որ արդեն փետրվարին սահմանները բացվել են Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար նախնական Հիմա Ես իմացած անը որ հունվարին այս սահմանը բարեփոխաբար պիտի բացվի երրորդ երկրները քաղաքացիները համար եթե նախագահ Ալիևը ոչս է անգե հետոնալ քանի մի ամիսի մեջ հույս ունիմ որ այս սահմանը գրնա բացվիլ Թուրքիա եւ Հայաստան քաղաքացիները համար Հունվար երբ որ նշում եք հունվար նկատի ունեք որ ձեր այդ ասած հա Թրամփի ուղին եւ այլն ինչ այդ արդեն պատրաստ կլինեն Հիմա Թրամփի ջամփայի համար ալ գարձեմ հունվարին զարգացումներ պիտի տեսնանք եւ ամեն ինչ առաջ միասնապար գնա շարժիլ Թուրքիա Հայաստան հարաբերությունները գնա զարգացումներ տեսնանք Հայաստան Ադրբեջան զարգացումները աս ջամփայի գնա բացվի եւ Թրամփ ջամփայի համար ալ զարգացումը գնանք նեսա պիտի տեսնանք բարեփոխաբար գարձեմ պիտի տեսնանք եւ ամեն ինչ միասնապար գնա առաջ շարժիլ անդեսակ հույս ունիմ եւ արդուն քիշեր ասոր համար աշխատեմ Վաշինգտոնի մեջ Թուրքիայի մեջ եւ Երևանի մեջ Իսկ դուք ասում եք որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարժվում են առաջ իսկ ինչպես ենք մենք շարժվում առաջ եթե Թուրքիան մինչ օրս չի ընդունել հայոց ցեղասպանությունը Հիմա 110 տարի իվեր մենք նահաբաշարում ունեինք որովհետեւ Թուրքիա պետք է արարեցվի հայաստանյան հետ անգե հետո մենք հարաբերություններ գնանք ունենալ բայց դժբախտաբար մենք շահմուտ ունեցանք ասկե եւ իմ մեծ մայրիկը մերավ առանց արդարության եւ իմ հայրիկս ալ մերավ առանց արդարության եւ չեմ ուզեր որ մեռնիմ առանց արդարության եթե աբակամը չունիս եթե հարաբերություն չունիս եթե թուրը կոչը ինչպես կնաս երկոսությունը սկսել անցյալի համար պետք է հիմա գարձեմ պետք է
աբակամը ունենալ հարաբերություններ ունենալով թուրը բաց մնալով գարձեմ աբակամը գնանք շինել անգեհեդո ավելի թուրին բիդը ըլլա անցյալի համար հոսիլը դժվարաբար ասիգա մուտ սմերմն է մարդկային իրավունքների համար աշխարհագարքը փոխվեցավ լավ օրերո անգամ մենք արդարություն չգրցանք գտնալ հիմա անգարելի է անիկա բայց մենք արդարություն պետք չէ որ փնտրենք Վաշինգտոնյան, Փարիսյան, Բերլինյան պետք է արդարությունը աստեղ աշխարհակրթության մեջ պետք է բանջենք եւ երկուսությունով կարծեմ ամեն ինչ ավելի լուրջ միտը Թուրքիան ժողովուրդը հիմա պատրաստ է ըսելու Քեշփանար ապրեցանք 1915-ին բայց պատրաստ չէ որ այսօր աննոթն է հասկանություն Մենք ալ պետք է աս երկուսությունը սկսենք միասնապար որովհետև 110 տարի իվեր բոլորս ալ գործունեություն հայերն ալ ազերներն ալ թուրքերն ալ գործունեություն քուրդերն ալ գործունեություն վերցին 50 տարի շատ մեծ ընտրներ կար Թուրքիա եւ քուրդերի հետ հիմա քուրդական հարցի համար ալ հիմա նոր հաղորդության process մը կա այսօր համար արիթի բադոհամ մը կա եթե աբական չգշինենք գարձեմ անցյալը համարալ մեր ահետները համարալ խոսիլը ավելի թուրին բիդլը Պարոն Հարյան եւ ասացիք որ հիմա Վաշինգտոնում եք աշխատում հարաբերությունների կարգավորման համար չեք մտածում Թուրքիա վերադառնալու մասին թե Հիմա այս 20-30 տարի Թուրքիա մեջ հոսեցա որովհետեւ հիմա առաջարկեցի որ Թուրքիա ժողովրդին Թուրքիա նահարարներն նահանգահներն որովհետեւ առաջ շարժե Թուրքիա Հայաստան նորմալիզացիայի համար Բայց Թուրքիան նահանգահը օպորտունիստ նահանգահն է եւ մինակ իր շահը գնայ է Անշուշտ բարոն Էրդողանը գրնա ուզել որ աս սահմանը փանալ բայց երբ որ Թրամփը ասավ որ աս պայմանագրը պետք է ստորակվի Ալիև Փաշինյան եւ Թրամփի հետ անորայավ Այս ճուզեցի որ ասպես դոլա Գուզեցի որ Էրդողան Ալիև եւ Փաշինյանը կողքովկալ եւ իրար հետ ստորագրեն բայց դժբախտաբար այս ասորոմար ամերիկացի որբեսի համոզեմ ամերիկայի կառավարությունները որբեսի առաջարկեն Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան որբեսի առաջ շարժեն Բայց հիմա Թրամփը կատալիստ է պարոն Թրամփը նախագահ Թրամփը այս կարծեմ Թրամփ ջամփան կատալիստ մի բիդլը ամեն ինչը առաջ շարժելու համար եւ աստեսակ օգնությունը պետք ունենք այս ասորոմար Վաշինգտոնն անշուշտ Թուրքիան գրնամերտալ արդեն Հայաստանն եմ բայց երբ որ այս կատալիստը նով թերը վերջանա անգեհդո կարծեմ ավելի հիմա թերը բիդու ունենանք որովհետև այս հաղորդությունը մնայուն ընելու համար ամենեն քիչ 5 տարի պետք ունենք եւ շատ երկուսություններ բիդու ունենք տնտեսության երկուսություններ դիպլոմատիկ երկուսություններ եւ նահապաշարումներ կա արդեն իմացակ նահապաշարումները այս եթե աբակամը մինասապար գնանք շնել կարծեմ հիմա կորձը աս աշխարհակրթության մեջ բիդլը երբ որ Թրամփ ռուտ Թրամփ ջամփան շինվի անգեհդո կորձը աս աշխարհակրթության մեջ բիդը սկսի եւ այսալ բադասանոդություն անելը պատրաստ եմ եւ Գոչ կնեմ բոլոր հայերս, բոլոր թուրքերը, բոլոր ազերներ պետք է բադասանոդություն անեն։ Պետք չէ որ ցկենք ասոն աս բադասանոդությունը մինակ քաղաքական կորզիչները վրա։ Պետք է բոլորսալ բադասանոդություն ունենք, որովհետեւ այս զարգացումները առաջ շարժե։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։